Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզ սիրելի արազատներ, բարիլույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Գգարտանք Ծննդոց գրքի 4-րդ գլխում մեջ, թե ինչպես երբ Ադամ եւ Եվայի երկու որդիները Գայենն ու Աբելը իրենց ընձաները բերին Աստուծո դիմաց, Գայենը երկրի բդուղներեն, իսկ Աբելը հոդի ոչխարներեն, Աստված Աբելին բادرակը ընդունեց, իսկ Գայենին փերած ընձային չնայեցավ։ Ինչու սիրելներ, որովհետև Աբել իր ամբողջ հոգիով փերավ, որովհետև Աբել Աստուծո ջամփու մեջ են կալեց, իսկ Գայեն բարձաբես բարդականության համար ըրավ այդ բոլորը, եւ ադորամար Աստված չընդունեց իր փերած ընձան։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, ինչպես մենք Աստուծո դիմաց կփերենք մեր ընձան, ինչպես կապրինք, որովհետև Աստուծո համար մեր փերածին, մեր դվածին մեծությունը չէ, թանկագին ըլլալը չէ, այլ Աստված մեր հոգիին գնայի, թե ինչ թանկագին հոգիով իրեն կհավատանք, իր կամքը կկատարենք եւ մենք մեզ իրեն կընծայենք։ Լսեցեք հետևյալ սքանչելի պատմությունը։ Օրմը երկու հոգիներ եկեղեցի մտան։ Առաջինը եկեղեցվո հոգևորականներ։ Ներս մտավ, աղոտ կրավ, ապա թաշկինակ հանեց, իր նստած դեղի փոշին սրբեց եւ նաեւ այն քրագալը, որում վրայեն քարոզ պիտի խոսեր ժողովրդին, ապա նստեցավ։ Քիչ յետք ձերունի հայրիկ մտավ։ Գրնագը արդեն գուզ դարձած էր, այնքան որ ձերունի էր, դարեց էր։ Երբ եկեղեցի մտավ, թաշկինակը հանեց, իր նստած դեղի փոշին արավ, ձնգաճոկ աղոտ կրավ, նստավ, խորհրդածեց, ապա երբ պիտի մեկներ, դեսավ որ մյուս բոլոր նստարաններն ալ փոշոտ էին։ Հետևաբար անմիջապես իր թաշկինակը հանեց եւ սկսավ սրբել եկեղեցու բոլոր նստարանները, որբեսի ով որ ներս մտներ ու նստեր, փոշի չդառնար անոր հագուստերը։ Հոգևորականը տեսնելով ձերուկ այդ մարդուն աշխատանքը, անոր գսե, հայրիկ, ինչ կօգնիս, հիմա մակրողը պիտի գա եւ պիտի մակրե փոշին, դու հանգիստ ես։ Ձերունի հայրիկը կդառնա եւ հոգևորականին գսե, սիրելի հոգևորական, 3 տարիներ առաջ թուն քարոզմ խոսեցար եւ ասիր, եկեղեցվո փոշին ավելի թանկագին է, ավելի արժեքավոր է, քան աշխարհի ոսկին։ Այդ խոսքետ 3 տարիներ շարունակ, այդ խոսքետի վեր ես ամեն անգամ, երբ եկեղեցի գուքամ եւ կտեսնեմ նույնիսկ որ մակրողը կմակրե, թաշկինակս կհանեմ եւ հետը կմակրեմ, որբեսի եկեղեցվո օրտնությունը վայելեմ, փոշին օրտնությունը վայելեմ, որովհետև իսկապես որ եկեղեցվո փոշին ինձ համար ավելի արժեքավոր է, քան աշխարհի ոսկին։ Եվ այս խոսքին վրա սիրելիներ հոգևորականը գզարմանա, որովհետև միտքեն երբեք չեր անցներ, որ ձերուկ հայրիկը իր քարոզած խոսքը լրջությամբ պիտի առներ։ Եվ իսկապես մտածենք, հիմա ով որու քարոզեց, գրոնավորը քարոզած եղավ ձերուկին, թե ոչ ձերուկը իր կյանքով քարոզած եղավ հոգևորականին։ Սիրելի քույրեր եղբայրներ, միայն քարոզողներ չլանք, միայն խոսողներ չլանք, այլ այդ քարոզը նախ ապրողներ ըլանք։ Եվ ինչ որ Աստուծո պիտի ընծայենք, լավագույնը ընծայենք։ Այս ձերուկը իր լավագույնը ընծայեց, իր հոգիեն տվավ Աստուծո, ոչ թե խոսքը, այլ գործով իր Աստուծո կամքը կատարեց։ Մենք ալ սիրելներ, գործով Աստուծո կամքը կատարենք եւ մեր աչքերը միշտ երկինքին հարենք։ Ինչպես Պողոս առաքյալ գսե Գողոսացիներու նամակի 3-րդ գլխու 2-րդ համարի մեջ, որ երկնային բաներու մասին մտածենք, ոչ թե երկրավոր բաներու մասին։ Այո, հեշտ է խոսիլը, բայց դժվարը այն է սիրելներ, կամ հոգևոր ճշմարիտ բանջված յանքը այն է, որ մենք ամեն օր մեր աչքերը երկինք հարած կալենք եւ հավատացեք, այս աշխարհի ամենեն թանկագին ոսկիներն անգամ ոչինչ են հավիտենական կյանքինքով։ Հովհաննես առաքյալ
իր առաջին նամակի երկրորդ գլխու մեջ կսե աշխարհն ալ գանցնի, աշխարհային ցանկություններն ալ, սակայն Աստուծո գամքը գադարող հավիդյան կմնա։ Անոր համար գսե մի սիրեք աշխարհը եւ ինչ որ աշխարհային է։ Սիրելի քույրեր եղբայրներ, եկեք մեր աչքերը երկինքին ուղենք։ Եկեք Աստուծո դան փոշին ավելի նախընտրենք, քան թե այս աշխարհի ոսկին, որ քնայուն է, որ գորստական է։ Պետրոս Սարակյալ իր առաջին նամակի առաջին գլխու 18-19 համարներու մեջ կսե. մենք ոչ թե այս աշխարհի գորստական ոսկիով քնվեցանք, այլ Քրիստոսի թանկագին արյունով։ Քրիստոսի արյունով ծածկված ենք մենք սիրելներ, փառք տանք Տիրոջ, փառք տանք, որ իր որդին մեր բոլորին փրկության համար աշխարհ գրգեց եւ Քրիստոս իր արյուն թափեց խաչին վրա։ Ահա երբ այս հավատքով ապրենք, ինչ որ գնենք, այդ ժամանակ Աստուծոն զայած կլանք մեր լավակույնը եւ Աստված, ինչպես ապելի բادرակը ընդուրեց, նաեւ պիտի ընդունի մեր բادرակը, մեր ընձան, մեր հոգին եւ այդ ժամանակ օրհնություններ պիտի վայելենք։ Եկեք սիրելներ, միշտ հիշենք ձերունի այս սկանչելի հայրիկի խոսքը, որ հավատքով լսեց կրոնավորեն եւ իր կյանքի մեջ զայն կորզատրեց, որ եկեղեցվո փոշին անգամ ավելի թանկագին է, քան աշխարհի գորստական ոսկին։ Հապա ուր մնաց Քրիստոսի մարմինը եւ արյունը, որ ամեն սուրբ բادرակի գմադուցվի, անիգա սիրելներ անքին է, չգա նմանը, փափակին Քրիստոսի մարմին եւ արյան, հաղորդվինք եւ Աստուծո փառք տանք։ Աստված ցեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։